Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մարտի 18-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր անպայման մենք նորից անդրադառնանք Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան հարաբերություններին։ Ռմբակոծությունները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի տարածք շարունակվում են, այս անգամ ռմբակոծությունների արդյունքում սպանվեցին մի քանի բարձր պաշտոնյաներ, նաև այդ թվում Ալի Լարինջանին, դրա մասին անպայման ես կխոսեմ, բայց ստեղ Իրանի հետ կապված նոր զարգացումներ մենք տեսնում ենք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը դիմեց մի շարք երկրներին, ոչ միայն իր դաշնակիցներին Եվրոպայում, ՆԱՏՕ-ում, նաև Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային, որ օգնեն Հորմուզի նեղուցը բացելու։ Ու պատասխանները, որոնք ստացավ Դոնալդ Տրամպը, որի մասին այսօր կխոսեմ, իրոք ապշեցուցիչ էին, Դոնալդ Տրամպը նեղացած է, նույնիսկ խոստում է տալիս մտածելու դուրս գալու ՆԱՏՕ-ից, որ Միացյալ Նահանգները դուրս կբերի ինքը ՆԱՏՕ-ից, լուրջ են զարգացումները։ Դες քիչ է որ այս կոնֆլիկտը Իրանի տարածքից դուրս եկավ դեպի արաբական աշխարհ, շատ ու շատ երկրներ ներգրաված են հիմա այս կոնֆլիկտի մեջ, չուզենալով նույնիսկ ներգրաված լինել, բայց ներգրաված են, Հորմուզի նեղուցը փակ է, զարգացումները բարդ էր գնում, հիմա պարզվում է, որ դա կարող է բերել լուրջ հակասությունների Եվրոպայում, ՆԱՏՕ-ում, այդ ամեն ինչի մասին մենք այսօր անպայման կխոսենք։ Կխոսենք նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին, նոր փուլը պրոբլեմների նորից երևում է։ Ու անպայման դա էլ կուսումնասիրենք։ Հիշում եք Նախիջևանի դեմ դրոնները, որ ուղարկվեցին գոնե Իրանի տարածքից, արձագանքը Ադրբեջանի, լարված իրավիճակ Ադրբեջան-Իրան, հետո կարծես թե հարթվեց, հիմա նոր զարգացումներ են, անպայման դրանց մասին պետք է խոսենք, քանի որ դա նաև շոշափում է մեր անվտանգությունը, մեզ հետ կապված հարցերը։ Ու երրորդ մասը այսօրվա ելույթին նորից նվիրում եմ դրական զարգացումներին, որոնք գնում են Հայաստանի շուրջ։ Իրոք շատ ու շատ դրական քայլեր արվում են Հայաստանի կողմից, Հայաստանի հասարակության կողմից, Սփյուռքահայության կողմից, փայլուն քայլեր, դրանց մասին պարտավոր ենք խոսել։ Էլ ավելի դա ինձ համար դառնում է ակտուալ, քանի որ մեր կենտրոնը, դուք գիտեք, ես ունեմ անալիտիկ կենտրոն, վաղուց է հիմնել եմ 20 տարի առաջ, գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն, ակտիվ մենք աշխատել ենք, անցկացրել ենք ուսումնասիրություններ, ձեզ ներկայացնել ենք առանձին ուսումնասիրությունները։ Ու այս անգամ մենք մեր Լիտվայից գործընկերների հետ անցկացրեցինք ուսումնասիրություն կապված գիտեք ինչի հետ, մեր ինֆորմացիոն դաշտում, որն են գլխավոր խոսույթները, նարատիվները, գլխավոր, որոնք տարածվում են մեր ներսում, մեր ԶԼՄ-ների կողմից եւ դրսից նաեւ ԶԼՄ-ների կողմից։ Ու այս ուսումնասիրության արդյունքների մասին անպայման մենք կխոսենք ուղղակի մոտորերս, քանի որ կարևոր այնտեղ արդյունքները մենք ստացանք, բայց մեկ բանի մասին ուզում եմ ասել։ Ակնհայտ երևացող է, որ Հայաստանի ներսում անընդհատ բացասական ինֆորմացիա է գնում։ Միայն բացասական կամ գերակշռող մասը բացասական են։ Դա պարզ է լարված վիճակ է ստեղծում հասարակության մեջ։ Հասարակությունը չգիտի այն դրականը, որը նաև արվում է։ Ու արվում է եւ հասարակության կողմից, եւ Սփյուռքահայության կողմից։ Դա է պատճառը, որ այս թեման ես միշտ շարունակելու եմ։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել լայքել Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքում։ Ինչու՞, քանի որ դա
ակտիվացնում է մեր YouTube-յան ալիքը ու տարածում է այն, ինչ մենք քննարկում ենք, ուսումնասիրում ենք, տարածում է ավելի արագ, ավելի էֆեկտիվ հայության մեջ։ Ուրեմն սկսում ենք հենց Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի։ Դուք գիտեք, Միացյալ Նահանգները Իսրայելը շարունակում են ռմբակոծել, ու այդ ռմբակոծությունների արդյունքում սպանվեց Ալի Լարինջանին եւ մի շարք բարձր պաշտոնյաներ այդ ուժային կառույցների, նաեւ ոստիկանության Իրանի։ Ալի Լարինջանին շատ բարձր պաշտոնյան էր, ինքը իրենց հոգևոր առաջնորդի անվտանգության գլխավոր խորհրդականն է, միաժամանակ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն է։ Ինքը արել է վերջի ժամանակներս շատ ու շատ հայտարարություններ, նաև կոշտ, նաև այդ հայտարարություններին ցավոտ արձագանքել է Տրամպը։ Հիմա իրան սպանեցին։ Ռմբակոծություններ եղան, հենց ինքը աշխատատեղում սպանվեց։ Այս քաղաքականությունը շարունակում են ամերիկացիք եւ իսրայելցիք վերացնել այն ղեկավարներին Իրանի, ում դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ կոշտ է։ Մյուս հարցը Դոնալդ Տրամփ կոչով հանդես եկավ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ավստրալիային, բոլոր եվրոպական գործընկերներին դիմեց, արաբական աշխարհի երկրներին առանձին դիմեց, որ աջակցեն Հորմուզի նեղուցը բացել։ Ինչն է հետաքրքիր, բոլորից առանց բացառությամբ ստացավ մերժում։ Պատկերացնում եք, այն որ Չինաստանը մերժեց, դա շատ հասկանալի է, Չինաստանը ասում է մենք ընդհանրապես այդ պատերազմի հետ գործ չունենք, ու ես ասեմ, Չինաստանի քաղաքականությունը նա է, որ միայն համագործակցություն, միայն փոխադարձ տնտեսական առևտրի ոլորտում շահեր, ու իրանք ընդհանրապես հակված չեն ինչ որ ուժային քայլերի, ու իրանք ասեն մենք ինչ կապ ունենք, որ մեզ դիմում եք։ Ես ավելին ձեզ ասեմ, լարված վիճակը Իրանի հետ կապված բերեց նրան, որ ամերիկացիք հետաձգեցին այցելությունը պաշտոնական Դոնալդ Տրամփի Չինաստան, որը պլանավորվում էր ապրիլի 1-ին 2-ին, չեղյալ համարվեց այս այցելությունը Դոնալդ Տրամփի Չինաստան, նու ինչը հասկանալի է այս վիճակում որն է այցելությունը Միացյալ Նահանգների նախագահի Չինաստան, բայց ինչն է ստեղ կարևոր, մերժեցին Միացյալ Նահանգներին նաև Միացյալ Նահանգների գործընկերները Ասիայում, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, մերժեցին նաև եվրոպացիները, բոլոր առանց բացառությամբ սկսած Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա խոշոր խաղացողներից, վերջացրած եվրոպական ավելի փոքր խաղացողներից, Հունաստան, Լեհաստան, Ֆինլանդիա, Ռումինիա, բոլորը մերժեցին։ Ու Դոնալդ Տրամփը հիմա ասում է, այ որ եվրոպացիք ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մերժեցին, ես սպասում եմ, մենք իրանց աջակցում ենք, իրանք հիմա մեզ չեն ուզում աջակցել, ուրեմն նույնիսկ մենք կմտածենք դուրս գալ ՆԱՏՕ-ից, այդ շատ վտանգավոր հայտարարություն ինքը արեց, շատ վտանգավոր հենց Միացյալ Նահանգների համար, ոչ միայն Եվրոպայի համար, բայց ինքը այս ձևի ղեկավար է, էմոցիոնալ արձագանքում է, ու դուք կարող եք ասել, բայց պարոն Գրիգորյան, ինչի մասին է խոսքը։ Դաշնակից են, ինչի չեն գալիս, չեն օգնում Միացյալ Նահանգների բացել Հորմուզի նեղուցը։ Պատասխանը շատ հասարակ է։ Մեղավորը Տրամփն է։ Երբ որ Տրամփը սկսում էր պատերազմական գործողություններ, Տրամփը դա ձևակերպում է որպես ռազմական օպերացիա։ Երբ որ սկսեցին ռազմական օպերացիա Իսրայելի հետ, Իրանի դեմ, Դոնալդ Տրամփը միայն լսում էր Նետանյախուին։ Նետանյախուի շահը շատ հասկանալի է, Իրանը թշնամի երկիր է, Նետանյախուն ուզում է Իրանը թուլացնել, նույնիսկ քանդել։ Ամերիկացիք լսեցին, չլսեցին եվրոպացիներին, նույնիսկ չխորհրդակցեցին ինչ անել։ Հիմա, երբ որ բարդություններ առաջացան, հիմա դիմում են իրենց ու նեղանում են։ Հիմա եվրոպացիք ինչ են ասում, բաց։ Իրանք ասում են դուք մեզ հետ խորհրդակցել եք, եթե մեզ հետ խորհրդակցեիք, մենք ձեզ կասեիք պետք չի սկսել պատերազմ։ Այդ պատերազմը իրոք
կխորանա, կբերի նոր խնդիրներին, ու մենք տեսնում ենք այդ պատերազմը ընդլայնվեց, հիմա տեղափոխվեց արաբական աշխարհ, հիմա տեղափոխեց Տրամպի կողմից նաև ՆԱՏՕ, հիմա Տրամպը ասում է ՆԱՏՕ-ից մենք կմտածենք դուրս գալ թե ոչ։ Ես ավելին ձեզ ասեմ, ցավով եմ ասում դա, այս պատերազմական գործողությունները Իրանի դեմ, Իրանի հարվածները տարբեր արաբական աշխարհի երկրների տարածքներ, որտեղ որ գտնվում են ամերիկյան բազաները, բերեց նրան, որ ընդլայնվեց այդ կոնֆլիկտը, մենք խոսացել ենք դրա մասին, բայց ամենակարևորը այդ ընդլայնումը բերեց նրան, որ հիմա ամերիկացիք դուրս են բերում իրենց քաղաքացիներին Իրաքից, արաբական աշխարհի այլ երկրներից, Պարսից, Ծոցի երկրներից, նույնիսկ Իսպանիայի եւ Իտալիայի փոքր ռազմական կոնտինգենտ կար, օրինակ Իրաքում եւ Քուվեյթում, իրանք էլ դուրս են բերում այդ կոնտինգենտները այդ երկրներից։ Ու գլխավորը ինչ ասում են եվրոպացիք, ու առաջի հերթին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, իրենք ինչ են ասում։ Դուք մեզ տեղյակել չեք բայ, որ կսկսենք, հիմա որ բարդություններ եղավ, դուք ուզում եք, որ մենք միջամտենք այդ պատերազմի մեջ, մենք չենք ուզում, մենք չենք էլ պլանավորել, ասենք Հորմուզի նեղուցի հետ կապված գործողություններ ծավալել։ Ու եթե ասում եմ մեզ դուք դիմեիք, մենք այն ժամանակ էլ կասենք դա սխալ ճանապարհ է ուժով լուծել։ Բայց ցանկացած դեպքում ես ուզում եմ ասել, որ լարված վիճակ է, վատ է, որ շարունակում է պատերազմական գործողություններ, շատ վատ է, դա խորացնում է ճգնաժամը ոչ միայն մերձավոր արևելքում, դա տեղափոխվում է աշխարհով մեկ այդ ճգնաժամը։ Դուք գիտեք, այս Պարսից ծոցից դուրս եկած նավթը մոտավորապես ապահովում է Չինաստանի 90%-ը պահանջարկի նավթի, լուրջ հարվածում է նաև Չինաստանին, բացի դրանից այդ 20%-ն է նավթի էքսպորտի, նավթի առևտրի ամբողջ աշխարհով մեկ, այդ 20%-ը մեծ թիվ է, ուրեմն ճգնաժամը էներգետիկայի ոլորտում աճում է։ Իրանը պատասխանում է այս ռազմական գործողությունների Իրանի դեմ նրանով, որ նախ արտգործնախարարը Արաքչին ասում է, որ մենք կկանգնենք, կպատրաստ կլինենք նորից բանակցել, եթե երաշխիքներ ստանանք, որ երրորդ անգամ պատերազմը չեն սկսի մեր դեմ ամերիկացիք եւ Իսրայելը։ Ավելին Արաքչին ասեց Հորմուզի նեղուցը փակ կլինի մեր թշնամիների համար ու բաց կլինի մեր դաշնակիցների համար։ Դուք գիտեք, Հորմուզի նեղուցը իրոք հիմա գրեթե ամբողջությամբ փակ է, բայց իրանցիք թույլ են տալիս, որ այն լցանավերը օրինակ Հնդկաստանի անցնեն, քանի որ Հնդկաստանը կտրականապես դեմ է այդ ռազմական գործողությունների։ Իրանք ասում են մեր բարեկամների համար դա բաց է։ Հիմա նայենք ոնց է զարգանալու իրավիճակը, ակնհայտ է, որ մեզ համար, Հայաստանի համար շատ կարևոր է, որ այդ պատերազմական գործողությունները ավարտվեն, որ ապակայունացում ու դեցենտրալիզացիա Իրանի չլինի, պարզ է դա, ու ցանկացած նորմալ մարդ պետք է լինի դեմ պատերազմների, պետք է լինի կողմ, որ դիվանագիտական ճանապարհով լուծվեն հարցերը, բայց ցավով ամենածանր վատ սցենարով է զարգանում իրավիճակը Իրանի շուրջ։ Հիմա դուք հիշում եք, երբ որ երկու դրոն ԱԹՍ հասան Նախիջևան ու վնաս հասցրեցին նաև այդ թվում Նախիջևանի օդանավակայանին, մի քանի մարդ այնտեղ վիրավորվեցին, եթե դուք հիշում եք, Ադրբեջանը շատ ցավոտ արձագանքեց Իրանին։ Շատ մեծ աղմուկ էր, դուք հիշում եք, հետո Իրանը սկսեց ասել, որ ինքը չի ռմբակոծել, այդ իր կողմից ուղարկված դրոններ չէին, այո, այդ դրոնները եկան հասան Իրանի տարածքից, բայց ինքը ասում է մենք չենք կռագի Ադրբեջանի ուղղությամբ։ Կարծես թե մեղմացան հարաբերությունները, նույնիսկ Ադրբեջանը հիշում եք հումանիտար օգնություն ուղարկեց, բայց ես այն ժամանակ էլ համոզված էի, որ ավելի խորքային են խնդիրները Իրանի եւ Ադրբեջանի միջև։ Ավելի ուշ
երբ որ հիշում եք մոտավորապես 5-6 օր առաջ, երբ որ դեպի Թուրքիա Իրանի տարածքից հրթիռ արձակվեց, այդ հրթիռը ոչնչացվեց Թուրքիայի օդում հակաօդային համակարգով ՆԱՏՕ-ի, մեծ նորից աղմուկ էր, ու Ադրբեջանը խստագույնս քննադատեց Իրանի կողմից այս հարձակումը Թուրքիայի տարածքի վրա։ Այո, Իրանը այն ժամանակ էլ ասում էր, դա մենք չենք կրակե, բայց նորից Ադրբեջանը սրեց հարաբերությունները Իրանի հետ խստագույնս քննադատելով։ Ուրեմն կան խնդիրներ, խնդիրներ, միգուցե այդ խնդիրները գալիս են նրանից, որ Ադրբեջանը ունի լուրջ ռազմատեխնիկական համագործակցություն Իսրայելի հետ, միգուցե դա կապված է նրա հետ, որ իրոք Իսրայելի ռազմական սպաները կան Ադրբեջանի տարածքում, այդ մեծ գաղտնիք չի, իրանք համագործակցում են, վաղուց է, միգուցե, բայց երեք կայացավ հեռախոսազրույց Արաքչի արտգործնախարար Իրանի եւ Բայրամով արտգործնախարար Ադրբեջանի։ Ու շատ ուշագրավ էին երկու հայտարարություններ, որոնք արված էին։ Առաջինը հայտարարեց արտգործնախարար Արաքչին այս հեռախոսազրույցի մասին իր գրառումը կա, ինչ ասեց պարոն Արաքչի, որ մենք պարոն Բայրամովին խոսացինք տարբեր հարցերի շուրջ եւ Իրանի կողմը պարոն Արաքչին ասեց այս հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրեց Ադրբեջանին Իրանի դիրքորոշումը շատ կարևոր հարցով։ Ցանկացած երկիր, որը իր տարածքը տրամադրում է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, որ հարված հասցվի Իրանի դեմ, Իրանի տարածքում, դառնում է օրինական թիրախ։ Դա Արաքչին ասում է միջազգային նորմերի համաձայն է, եթե ձեր տարածքից, այլ երկրի տարածքից հարված հասցվում է Իրանին, այն բազաներից, որոնք Իսրայելի կամ Միացյալ Նահանգների բազաներն են, այս երկիրը դառնում է թիրախ Իրանի համար։ Բավական կոշտ հայտարարություն, կարծես թե իրանք ինչ որ չափով մեղվացրեցին հարաբերությունները, ու պարոն Արաքչին ասում է հենց այս էր գլխավոր մասը զրույցի։ Կոպիտ ասած Արաքչին ասեց, մենք գիտենք, որ ձեր տարածքից կարող են լինել հարվածներ, զգուշացնում ենք, որ մենք հակահարված կտանք։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ու Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը իր վերսիան տվեց այդ զրույցի։ Ադրբեջանը ասում է, որ գլխավոր մասը, այո, տարբեր հարցեր քննարկեցինք, որոնք հարցերը փոխադարձ շահավետ կամ կարևոր նշանակություն ունեցող հարցեր են, նաև ռեգիոնում process-ները, նաև երկկողմ Իրան-Ադրբեջան հարաբերությունները, բայց գլխավոր հարցը ինքը ասում է նա էր, որ Իրանը խոստում տվեց, պարտավորություն ստանձնեց ուսումնասիրել այն դրոնները, որոնք եկան, ընկան ու վնաս հասցրեցին Նախիջևանում, երկու դրոնները, որտեղից էին ուղարկված, ով է պատասխանատու այս քայլերի։ Նույնիսկ այդ երկու հայտարարությունների տարբերությունը ցույց է տալիս, որ Իրանի Ադրբեջանի մեջ կան լուրջ խնդիրներ։ Հիմա ուզում եմ անցնել այն կարևոր մասի մեր այսօրվա ելույթի, որը վերաբերում է դրական զարգացումների Հայաստանի շուրջ։ Իրոք ընտրությունները հունիսի 7-ի ազգային ժողովի անչափ կարևոր են մեր ապագայի համար։ Բոլորը դա հասկանում են, այստեղ ինչ որ ծավալվելու անհրաժեշտություն չկա։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ հիբրիդային պատերազմի տարեր կան այս process-ում։ Մենք այսօր էլ տեսնում ենք ստեր տարածվող դեզինֆորմացիան, ապա տեղեկատվություն, մենք տեսնում ենք ավելի կոշտ քայլեր արվող մեր պետականության դեմ, դա կոչվում է հիբրիդային պատերազմ, ու այդ պատերազմը վարում են մեր պետականության դեմ եւ դրսի խաղացողները, ակնհայտ է բոլորը հասկանում են, առաջի հերթին դա Ռուսաստանը եւ ներսում կան խաղացողներ։ Ու դուք գիտեք, Եվրոմիությունը, քանի որ մեծ փորձ ունի այդ ոլորտում, օգնում է Հայաստանին։ Ու Կայա Կալասը, Եվրոմիության արտգործնախարարը, հայտարարությունով հանդես եկավ, որ այն արագ
արձագանքման խումբը Եվրոմիության, որը փորձ ունի աջակցելու, փորձ ունի Մոլդովային, հիմա գալիս է Հայաստան։ 9-ից 14 հոգի կլինեն, 9-ից 14 հոգի կլինեն ու Հայաստանում 2 շաբաթ կաշխատեն ապրիլ ամսին։ Անչափ կարևոր դրական ինֆորմացիա։ Իրանք կօգնեն մեր պետական ինստիտուտներին, ներառյալ ներքին գործերի նախարարություն, ներառյալ արդարադատության նախարարություն, ներառյալ այլ պետական ինստիտուտների կօգնեն արձագանքել այդ մարտահրավերների, ֆիքսել դա, չեզոքացնել այս կամ այն վտանգները։ Հնդկաստանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին, որ Հայաստանի տարածքով այս Իրանի ճգնաժամի հետ կապված Հայաստանի տարածքով Իրանով դուրս եկան դեպի Հայաստան ու Հայաստանի տարածքով վերադարձան Հնդկաստան 550 Հնդկաստանի քաղաքացի։ Հայաստանը աջակցեց մոտավորապես 50 երկրներին, որ իրենց քաղաքացիները Հայաստանի տարածքով Իրանով, Հայաստանի տարածքով փրկվեն դուրս գան Իրանից ու վերադառնան իրենց երկրները, մոտավորապես 50 երկրներին աջակցեցին։ Հիմա Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց։ Այդ կարևոր միսիաներեն, կարևոր աջակցությունը Հայաստանի հումանիտար հարցերով տարբեր երկրների քաղաքացիներին փրկելու այս ծանր իրավիճակում։ Դա շատ կարևոր է իմիջի համար ցանկացած երկրի։ Մյուս նորությունը, որը լուրջ նորություն է, այն որ մեր արդարադատության նախարարը ասեց, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը պատրաստ է։ Հայաստանում պլանավորում են այսօրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, վարչապետ Երթիմը պլանավորում են փոխել սահմանադրությունը, նույնիսկ ասում են դա կլինի նոր սահմանադրություն ու նախագիծը այդ սահմանադրության պատրաստ է, ասեց արդարադատության նախարարը։ Նույնիսկ նշեց այն փոփոխությունները, որոնք կարող են լինել, բայց այդ փոփոխությունների մեջ կա փոփոխություն, որի մասին ինքը չի խոսում, խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ասեց, որ այդ սահմանադրություն հղում մեր անկախության հռչակագրի վրա չի լինի։ Ինձ համար կարևորագույն կետը դա է։ Պարզը այլ կետերն են մենք ուսումնասիրենք ժողովրդավարության զարգացման հետ կապված, բայց այդ կետը շատ կարևոր է, այդ կետի մասին մենք շատ ենք խոսալու, շատ ենք քննարկելու։ Հիմա Հայաստանում գտնվում են, դուք գիտեք, կա 9 երկրների մի դաշինք եվրոպական, որոնք կոչվում է Բալտյան երկրները, գումարած հյուսիսային Եվրոպայի երկրները։ Բալտյան երկրները 3 երկրները դուք գիտեք, դա Էստոնիան, Լատվիան, Լիտվան են, հյուսիսային եվրոպական երկրները դա նույն Դանիան է, նույն Շվեդիան է, Նորվեգիան է, Իսլանդիան է, Ֆինլանդիան, 5-6 այդ երկրներ։ Միասին 9 երկրներ են ու այս երկրների արտգործնախարարների եվրոպական բաժինների դեպարտամենտների ղեկավարները Հայաստանում են։ Նու պարզ է իրանք հանդիպել են պաշտոնյաների հետ Հայաստանի, քննարկել են ծրագրեր։ Հյուսիսային Եվրոպայի երկրները շատ զարգացած են, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, բոլորդ շատ լավ գիտեք, Դանիա, այդ երկրները զարգացած երկրներ են, իրենց հետ համագործակցությունը անչափ կարևոր է Հայաստանի համար, ես չեմ ասում Բալտյան երկրները ինչքան մոտ են մեր հարաբերությունները հիմա, ինչը միայն ողջունելի է, իրանք աջակցում են մեզ տարբեր ոլորտներում, նաև կիբեր անվտանգության հարցերում, ստեղ մենք շատ խոցելի ենք, մեզ հիմա այդ ոլորտում այդ երկրները աջակցում են, միանշանակ կարելի է ողջունել այս մեծ պատվիրակության, պատկերացնում եք իրանց արտգործնախարարությունների գլխավոր դեմքերը եվրոպական համագործակցության ու Հայաստան Եվրոմիություն համագործակցության հարցերում ստեղ են գտնվում, հույսով եմ, որ օգտակար համագործակցություն է գնում։ Նաև ուզում եմ ասել շատ կարևոր հայտարարությունը, որը արվեց Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգների առևտրի նախարարության կարևորագույն տեղակալներից մեկը, որը հենց պատասխանատու է Միացյալ Նահանգներ Հայաստան համագործակցության, TRIP ծրագրի համագործակցության, արեց հայտարարություն, որը այդ աշխատանքը, որը իրանք տանում էին, այ երբ որ Վենսը
փոխնախագահ Միացյալ Նահանգների Հայաստանում էր այդ աշխատանքը, որը տանում ենք, հիմա գնում է առաջ, զարգանում է։ Ես այս դրական զարգացումների մասին հատուկ ուզում եմ ասել, որ մեր հասարակությունը հասկանա, այո, ծանր փուլ ենք ապրում, ամբողջ աշխարհը ծանր փուլ է ապրում, մենք էլ բավական բարդ վիճակում ենք, փորձում ենք աշխատել, տակից դուրս գալ, բայց դրական զարգացումներ նաև կան, ոչ միայն բացասական, քանի որ հիմա բոլորը մտնում են ընտրական արշավ, բոլորը ուզում են խոցել իշխանություններին, կնատատել, որ ձայն հավաքել, մի կողմից դա հասկանալի է, դա քաղաքական process է, բայց մյուս կողմից դա ծանր վիճակի մեջ է գցում հասարակությունը, որը ուղղակի ապական խմորոշված է ու վախեցած է։ Ու անպայման այս մասը մեջ ձեզ այդ աշխատանքի ցույց տալ նաև դրական աշխատանքը, որը մեր հասարակությունը անում է, սփյուռքայությունը մենք կշարունակենք։ Միշտ նոր հանդիպումներ։